Շարունակում ենք ծրագիրը բարեկամներ եւ ժամանակն է որ մեզ միանա Արմեն Չիբուխյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե կարծում եմ Մերձավոր Արևելքը հիմնական թեման կլինի այսօրվա, այո։ Արմեն, առաջի этаպը կարելի ասել որ հաջողությամբ ավարտվեց երևի, չէ՞։ Այս բանակցությունների խաղաղության, այսինքն պատանտներին հանձնեցին ամենագլխավորը, բայց ես կարծում եմ ամենադժվար մասերից մեկը այն է, որ պիտի Համասը զենքը դնի, վայր դնի եւ չմասնակցի նոր կառավարության մեջ մաս չունենա Պաղեստինի, որը պատրաստվում են ստեղծել։ Տեսեք, շատ հետաքրքիր բան է տեղի ունենում ու շատ խորհրդավոր։ Այն ինչ որ տեղի ունեցավ Իսրայելում, կարելի ասել կարող է դարակազմիկ լինի իրոք, որովհետեւ նախ պետք է հասկանալ, թե ինչ է ստացել Միացյալ Նահանգները, որովհետև ակնհայտորեն Թրամփը ստիպել է Նեթանյահուին, որպեսզի գնա խաղաղության, ակնհայտորեն ստիպել։ Եվ շատ լուրջ աշխարհքաղաքական քարտեզ է վերաձևակերպվում։ Նայեք հրավիրված պետություններին Եգիպտոսում։ Երկրորդը խաղաղության համաձայնագիրը Թրամփի հետ կնքել են Թուրքիան, Եգիպտոսը, Իսրայելը չի կնքել։ Իսրայելը ոչ մի բան չի ստորագրել, Թրամփն է ստորագրել Իսրայելի անունից։ Եվ սա նաև Նեթանյահուն է իր համար թողում տեղ։ Խաղաղություն բանի հետ, Պաղեստինի հետ։ Այո։ Պաղեստինն ու Իսրայելը ոչ մի բան չեն ստորագրել։ Իսրայելի անունից ստորագրել է Միացյալ Նահանգները, Պաղեստինյանից ստորագրել են Թուրքիան, Քաթարը, Եգիպտոսը։ Դուք sense բան որտեղ եք տեսել։ Եվ ընդհանրապես շատ խորհրդավոր է, չի բացահայտվում, այսինքն պլանն էլ չի ստորագրվել Թրամփի 20 կետանոց։ Շատ տարօրինակ բաներ է կատարվում։ Երկրորդը նկատեք, որ Հայաստանին ու Ադրբեջանին տարան մերձավոր։ Եվ ինչպես ես ենթադրում էի, Թրամփի հետ շփում ա ունեցել Փաշինյանը։ Ալիևի հետ են շփվել այնտեղ։ Մի քանի օր առաջ խոսում էինք, այստեղ Գևին հրամանա չէ ստորագրել, հայերին սարքեցին մերձավոր արևելքցի, իսկ միջին արևելքցի սարքեցին, էլ մենք white չենք, մենք հիմա North African ենք ու Middle Eastern-յան, չէ, ասենք եւ այլն։ Հումուս, մամութաբել տենց էլի։ Լրիվ մութաբար։ Դե անկեղծ ասած մեր հետևորդները կհամաձայնեն, եթե մենք մեր ազգային խոհանոցը ամենայն անկեղծությամբ, եթե մենք իմանանք մտնենք հայկական ռեստորանները, լրիվ մերձավոր արևելքա։ Դե որովհետև մեծ մասը կերակուրների տեսակները եկան այն մարդկանցից, որոնք այդ կուլտուրան իրենց հետ բերեցին մերձավոր արևելքից, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս եւ այլն։ Ճիշտ է, անդորում ավելին ասեմ, անգամ այսպես ասիական տարեր թեթև կան նաեւ որոշակի առումով, հիմնականում մերձավոր արևելք։ Բայց գլոբալ սա էլ կարելի է որպես մեսիջ դիտարկել, որովհետև տեսեք, Վրաստանը չի կանչվել։ Վրաստանը դուրս է մնում խաղից, ըստ էության այս պատմության մեջ։ Որտեղ Վրաստանի իշխանությունները տեսակ վերջին ընտրություններից հետո նորից խստացրել, հիմա միտինգների հարցով են նորից խստացրել եւ այլն։ Թրամփը վերաձևում է աշխարհը։ Եվ եթե դուք նկատեցիք այն Չինաստանի հետ տարիֆնային պատմությունը, էլի կռվեցին։ Այո, բայց ինչ նշեց Թրամփը։ Արդյոք դա պատահական էր, որ սա տեղի ունեցավ խաղաղության հայտարարման օրը, երբ որ հայտարարվում է խաղաղություն եւ միանգամից Սի Ցզինպինը հայտարարում է, որ հազվագյուտ մետաղների եւ այդ հազվագյուտ հողերի, rare earth-ա կոչվում ընդհանրապես անգլերենում երևի հազվագյուտ մետաղ կլինի հայերեն ամենահեշտ հետ կապված, ասենք սահմանափակումներից լրջագույն սահմանափակումներ դրեց, ընդ որում ամբողջ աշխարհն է կախված դրանից, հա։ Եվ սա այն է, ինչ որ մենք խոսում ենք այստեղ, որ այս պատմությունը մերձավոր արևելքում դա էլի Չինաստան Միացյալ Նահանգներ բախման համատեքստում է։ Եվ նկատեք, երբ որ Պակիստանի վարչապետը գնաց եւ ելույթ ա ունեցել դեպի Եգիպտոսում են եզակիներից ա եղել որ ելույթ ա ունեցել, տեսեք, այստեղ պետք է հասկանալ ինչու Պակիստան, ինչու Ինդոնեզիա։ Այս էլա շատ կարևոր, որտեղ սրանք ամենամեծ մահմեդական երկրներն են աշխարհում։ Ինդոնեզիան առաջինն է, ամենամեծ մահմեդական։ Եգիպտոսը չի ամենամեծը։ Ոչ, Եգիպտոսը շատ ավելի փոքր է, շատ փոքր է։ Ինդոնեզիան մոտ 250։ Հա, ներողություն, Եգիպտոսը արաբական երկրների մեջ է ամենամեծը, ոչ թե մուսուլմանական, այո։ Ինդոնեզիան մոտ 250 միլիոն մոտարապես այդ կողմերը, պլյուս մինուս, այդքան բնակչություն ունի։ Պակիստանը մի քիչ ավելի քիչ, բայց դրանք ամենամեծ մահմեդական երկրներն են։
Այս ամեն ինչ որ Թրամփը սարքում, տեսեք, Հնդկաստանին էր հրավիրել, մարդեր ուղարկել, մոդին չէր եկել, ցավոք սրտի, բայց այստեղ էլ հետարքիր զարգացումներ կան, որտեղ Սկոտ Բեսենտն ասաց, որ մենք շուտով կտեսնենք։ Ես համոզված եմ, որ մենք շուտով կտեսնենք, որ Հնդկաստանը փոխում է նավթի գնման մեխանիզմը, բալանսավորում է եւ ավելի քիչ գնելու է Ռուսաստանից, ավելի շատ Միացյալ Նահանգներից։ Ընդ որում շեշտեց Միացյալ Նահանգներից։ Դժվար թե Սկոտ Բեսենտը ինչ որ մի բան չի իմանա։ Այսինքն ուզում ես ասել Չինաստան իզոլացվում է այս Այո, եւ բացի դրանից Չինաստանի սնուցող կոնֆլիկտներից մեկը ավարտվում է։ Չէ՞ որ սնուցում էր այդ կոնֆլիկտը, Իրանն էր այս ամեն ինչի մեջ խառնված, ճիշտ է։ Շատ, այսպես ասեմ, մենք երևի վաղներ այս թեմայով խոսանք, որովհետև Թրամփի ելույթներ շատ հետաքրքիր էր Քնեսեթում, շատ հետաքրքիր մեսիջներ են, այսինքն մահմեդական աշխարհ, մերձավոր արևելք, մահմեդական խոշորագույն երկրներ, ընդհանրապես վերաձևակերպում է։ Գլոբալ հարցը, այս ամեն ինչի մեջ Թուրքիան ինչ դերակատարում է ունենալու, որովհետև Թուրքիայի Էրդողանի դաշնակից ազգայնական բախչելին նա ասում է մենք չպետք է կողմնորոշվենք դեպի արևմուտք, որտեղ իրենց ստիպում են կողմնորոշվել, եւ Թրամփը ստիպում է կողմնորոշվել։ Եվ ենթադրում եմ F-35-երի եւ F-16-ի գործարքը կախված է լինելու նաեւ Թուրքիայի, թե ինչպես ինքը կկատարի իր պարտավորությունները մերձավոր արևելքում Համասի հետ։ Սա շատ հետաքրքիր զարգացումներ է եւ ավելին ասեմ, այս համատեքստում է կարգավորվում նաեւ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, որովհետեւ տեսեք հիշում եք Մումբայի, Դուբայի ճանապարհը նախագծել Բայդենը։ Ու այնպես չի էլի, որ ամերիկյան մի ադմինիստրացիան լրիվ ջնջում այն ամեն ինչ որ անում է հաջորդը։ Շատ դեպքերում շարունակվում է։ Իդեպ ասեմ, Բայդենը շատ օրենքներ, որոնք Թրամփի ժամանակ է ստորագրված եղել առաջին կադենցիայի ժամանակը, շարունակեց, նա չվերացրեց, հա։ Օրինակ, զորօրինակ Չինաստանի հանդեպ թարիֆները։ Բայդենը չհանեց։ Բայց հիմա Թրամփը ավելի խստացնում է, ինչն է խնդիրը։ Չինաստանը ակնհայտորեն թուլացնում էր, հարվածել էր ԱՄՆ սրտին։ Այս կոնֆլիկտը, որը ինքը կարողացել էր այդ թվում նաև Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջով Համասի վառել, նա խփել էր ԱՄՆ սրտին, որտեղ Իսրայելը ըստ էության մերձավոր արևելքում ԱՄՆ-ի սիրտն է։ Եվ իրան ձեռ էր տալիս, այսինքն եւ պատկերացրեք ինչի հասավ Չինաստանը։ Չինաստանը հասավ նրան, որ Իսրայելը ինքը շատ լավ իմանալով Նեթանյահուի մենթալիտետը եւ լավ իմանալով Նեթանյահուն կառավարությանը կազմել ել ավելի ծայրահեղական այս սմոտրիչների եւ մնացածների հետ, այսինքն ինքը շատ լավ հասկանում էր ինչա տեղի ունենում։ Դե Իսրայելի քաղաքականությունն էր հասկանում։ Իդեպ ծափահարությունները Չինաստանի, ասում եմ, հետախուզական ծառայությունների եւ դիվանագիտությանը, ես ասեմ high level է, ինչ որ իրան կարեցին, միջնորդավորված։ Եվ սա պարակտում էր մտցնում արաբական աշխարհի, որը ամենահարուստ երկրներն են։ Եվ նաև եւս մեկ լոգիստիկ ուղի է, չէ՞ որ գլխավոր լոգիստիկ ուղիները արևելք-արևմուտք կապող հենց գլոբալ հարավն է։ Եվ Թրամփը հիմա ձևավորում է մեծ կոալիցիա, ասում եմ, խփելով Չինաստանին տակից, որովհետև ուրեմն մեր ժամանակը սպառվում է այս առաջի մասին, բայց մենք նաև այդ մասին կխոսենք, որ ըստ էության ես քանի օր հետևում եմ ամերիկյան լրատվամիջոցներին, ասենք ինչ ասում Սկոտ Բեսենտը, ինչ են ասում օրինակ այդ դեսպանները, որոնք զբաղվում են Չինաստանի հետ բանակցություններով եւ այլ այսպես շարունակ, ուրեմն շատ մեծ մտահոգություն կա, որ Լատինական Ամերիկայում Չինաստանը ահռելի եւ Կենտրոնական Ամերիկայում ահռելի ներգրավվածություն ունի։ Սա երրորդ համաշխարհային պատերազմը ընթացքի մեջ եւ հիմա Թրամփը հրաման է տվել հանել Չինաստանը Լատինական եւ Կենտրոնական Ամերիկայից։ Եվ Վենեսուելայի հետ կապված այս գործողությունները, որը տեղի է ունենում, դա ամենավառ դրսևորումն է դրա։ Սա ճնշում է Մադուրոյի վրա։ Եվ եթե Մադուրոն չհրաժարվի Չինաստանից, ենթադրում դա կունենա հետևանքներ։ Լավ։ Հիմա մեզ մոտ գովազդ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Շիբղջյանին։
Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուրչյանի հետ։ Արմեն, խոսում ենք Մերձավոր Արևելքում ունեցող իսկապես հետարքիր իրադարձություններից։ Շատ։ Եվ ասում դեռ չի ավարտվել։ Իդեպ ասեմ, որ 28 մարմիններից 4-ն է վերադարձվել այս պահին։ Եվ իսրայելցիները ենթադրում են, որ սա նորից խաղեր է Համասի կողմից, ժամանակ են շահում երկրորդ փուլից առաջ բանակցային դիրքեր ամրապնդելու համար։ Մտածել է, որ ողջերին տվել են, Թրամփը շատ չի սխմի, չի թողնի։ Թրամփը մի հետարքիր բան ասեց Նեթանյահուին, ասեց, որ դու չես կարող աշխարհի դեմ գնալ, որովհետև աշխարհը մեծ է, աշխարհը միշտ հաղթում է, ասեց, հա։ Եվ ասեց, ես Բիբիին ասեցի ժամանակ, նա ինքը հասկացավ։ Կանգնելու ժամանակն է։ Բայց ես վստահ եմ, որ Թրամփը հաշվարկել է սա Ամերիկայի շահը եւ շատ հետաքրքրականը ռեալ այստեղից հետո ինչ process-ներ ա գնալ, որովհետեւ կրկնում եմ Չինաստանը պատահական չէր անհանգստացած եւ Չինաստանի այս process-ը, որ գործի դրվեց, անմիջապես էս ընդ որում Թրամփը ասում է, որ Չինաստանը Իրանն է դրանով վնասելու, ընդ որում սա նաեւ Եվրոպային է վերաբերում այս շանտաժը։ Եվ սա շատ լուրջ շանտաժ է, որովհետեւ դուք գիտեք հերախոսից բռնած, վերջացած անօթաչուով այսօր միկրոչիպերով, կիսահաղորդիչներով, չգիտեմ եւ այլն, նրանք ամբողջը օգտագործվում են այդ մետաղները հատուկ։ Այո։ Եւ հետաքրքրական մի բան։ Ուրեմն Չինաստանին էլ վերաբերալ։ Ուրեմն Արգենտինայի պեսոն փրկելու գործընթացը սկսել Սկոտ Բեսենտը եւ ըստ էության մեծ քանակությամբ պեսո են գնել, որպեսզի կարգավորեն կուրսը պեսոյի, որովհետեւ դուք գիտեք Միլեի հենց այդ բողոքի վրա էլ եկավ, ինքը դա անգամ խոստանում էր դոլարներ դնել Արգենտինայում։ Եվ շուտով պարլամենտական ընտրություններ են եւ ԱՄՆ-ն այն USAID-ի գումարներից, որը ասեց ես էլ աչուզախ չեմ տալու քլստիվիներին, այլ ծախսելու եմ ըստ ով որ ինձ հավատարիմ եղավ, նրան եմ ծախսելու։ Հիմա 20 բացի այն որ մի որոշ քանակ գնել է եւ հիմա կարգավորեց 0.8 կետով բարձրացավ, ամրապնդվեց պեսոն, հիմա 20 միլիարդ դոլարան swap ֆոնդ է ստեղծվել, որ հենց արգենտինական պեսոյի կուրսը անգնի, անմիջապես փոխվում է ինչ որ քանակությամբ պեսոյա գնվում, Գինը բարձրանում։ Գինը բարձրանում է։ Սա արված են համար, որպեսզի ընտրությունները հաջող հաղթահարեն եւ բացի դրանից Արգենտինան ունի ահռելի քանակությամբ rare earth, այսինքն հազվադեպ մետաղներ, եւ Արգենտինան խոստացել է, որ պետքա չինացիներից վերցնի եւ տա ԱՄՆ-ին։ Իսկ ոնց է դա հայտնվել չինացիների ձեռքում։ Բացատրեմ։ Չինացիները խոստացել էին էլի մեկ ճանապարհ մեկ գոտի, այդ որ մեր իշխանությունները տեսնում են տարապում են այդ մեկ ճանապարհ մեկ գոտիով, բնականաբար նույն համակարգն է աշխատել։ Սկսել են մեծ գումարներ տալ Արգենտինային, սկսել են կառուցել, հետո պարզվել է փողը հերիք չի անում, դե մտածել են էժանա լավ է, հետո պարզվել է փողը հերիք չի անում, հետո պարտքերի տակ, հետո սկսել են դրա դիմաց վերցնել հանքերը։ Այո, բնականաբար, հա։ Եվ այդպես Արգենտինան հայտնվել է կատաստրոֆիկ իրավիճակում։ Դա սական չինական սցենար, ոնց չոքացնել պետությանը եւ սարքել։ Եվ Միլեյը եկավ եւ խոստացավ եւ հենց այդ պրո-ամերիկյան ռետորաբանությունը Միլեյը առաջիններից էր, որ հասկացավ, որ Չինաստանից օգուտ չկա։ Չինաստանը ընդամենը խայծը նետում է եւ հետո հենց այդ դու խայծը վերցնում ես կաշառում է պաշտոնյաներին, կաշառում է շինարարներին, կաշառում է այդ շինարարությանը հետևողներին, որպեսզի այդ փողը ուտվի, որպեսզի նոր փողի կարիք լինի։ Հետո վարկատալի վարկը փակելու համար, հետո այդ վարկատալի մի վարկը փակելու համար, ուտես պետությունը ստրկանում է։ Եվ հիմա Խավիեր Միլեյը խոստացել է, որ այդ հազվագյուտ մետաղները վերցնելու է ուղղակի փոխանցի ամերիկացիներին։ Ես չգիտեմ իրավական process-ը դա ոնց է արվելու, բայց մի ձև կգտնեն։ Արգենտինայն էս չի որ Ֆրանսիա էլի։ Հիմա կարվի։ Հիմա սա էս մասով շատ կարևոր է։ Հիմա ուրեմն 100% թարիֆ սահմանեց Թրամփը Չինաստանի նկատմամբ։ Ինչ է այդ հազվագյուտ մետաղներ երկու բառով էլ բացատրենք հասկանանք։ Հազվագյուտ մետաղներ աշխարհում շատ կա։ Կա նաև Ուկրաինայում, կա Արգենտինայում, կա Ավստրալիայում, կա Ճապոնիայում, շատ տեղեր կա։ Կա, գիտեք, ահռելի քանակություն կա Գրենլանդիայում, եթե Թրամփին պետք կլինի կպայմանավորվի Գրենլանդիայից է կհանի։ Հարցը հետևյալն է։ Հարցը վերամշակումն է։ Վերամշակման կարողություններն է, որը Չինաստանը տարիներ շարունակ էժանությամբ պահով, ուրեմն, չգիտեմ, տասնյակ գործարաններ է կառուցել, ահռելի հզորություններով, եւ ինչ է հիմա տեղի ունենում, տեսեք, հազվագյուտ մետաղներ Չինաստանում շատ են, ինքը արտահանում է 60-ից 65%-ը եւ վերամշակում է 85-ից 90%-ը, 90%-ը ամբողջ աշխարհի։ Իսկ դուք գիտեք ոնց է process-ը։ Այդ հազվագյուտ մետաղները պետք է մեկը մյուսից զատվի, առանձնացվի կոմպոնենտները եւ ստանան տարբեր ուրեմն բաներ, հա, օրինակ, չգիտեմ, մագնիսի տեսքով ուղարկեն եւ այլևս պես զատվի այդ ամեն ինչը։ Այդ վերամշակման եւ այդ զատման process-ը տեղի է ունենում Չինաստանում։ Եվ անգամ Ամերիկայում արդյունահանված հազվադեպ մետաղը ուղարկվում է Չինաստան, որպեսզի այնտեղ
այդ process-ը տեղի ունենա, նոր հետ ուղարկեն Միացյալ Նահանգներ, որպեսզի դա օգտագործվի։ Եվ հատկապես շատ բաներ հենց Չինաստանում է կառուցվում, շատ ժամանակ կարիք չի լինում հետ ուղարկել, օրինակ Apple-ի գործարանը տեսական օրինակ, հիպոթետիկ։ Ուղարկվեց չինական վերահաշակից Չինաստանից վերցնում է իր արտադրությունը Չինաստանում, միանգամից դա օգտագործում է, կոպիտած ինչ-որ մի մասը կարող ուղարկում են։ Միացյալ Նահանգները Չինաստանը հիշեցիք, արդյունահանում է 60-65%, վերամշակումը 90%, այսինքն այդ 30%-ը Չինաստանը մոտավորապես դրսից ստանում է, վերամշակումը հետ է ուղարկում։ Իսկ Միացյալ Նահանգները 10-15% արտահանումը, 10-15% վերամշակումը։ Երկրորդ տեղն է աշխարհում։ Եվ հիմա մի քանի տարի է, որ Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Ավստրալիան, Եվրամիությունը սկսել են մեծացնել իրենց կարողությունները, հասկանալով, որ Չինաստանից անդառնալի կախվածության մեջ են հայտնվել վերամշակման առումով։ Հիմա Միացյալ Նահանգներում 3 իմ ունեցած տեղեկություններով 3 գործարան է կառուցվում, բայց մեկի հետ կա բյուրոկրատական խնդիր, մի խոսքով կան խնդիրներ եւ 26 թվականի վերջ նոր կարծում են այդ 3 գործարանները մինչև 26 թվականը կսկսեն աշխատել։ Եթե դա աշխատի, իհարկե իրավիճակը շատ ավելի կթեթևանա, բայց Միացյալ Նահանգները ասացին, որ Չինաստանը թույլատրելիից անդառնալի քայլ է կատարել։ Այսինքն շատ անցել է թույլատրելի բոլոր սա, հենց այդպես ձևակերպեց իդեպեն դեսպանը, որ բանակցում էր չինացիներ, անդառնալի, ուրեմն անցել են թույլատրելի սահմանը, որը չի կարելի։ Տրամպը դրապես անպատվաբեր, ասենք, հա, աշխարհը շանտաժի ենթարկել եւ այլն այսպես շարունակա։ Հիմա սա է խնդիրը, որ հարցը հետաքրքիր է հիմա Չինաստանը գնաց վաբանկ, իսկ Սի Ցզինպինը հաստատ Թայվանն է ուզում, Սի Ցզինպինը հասկանում է, որ 1-2 տարի հետո կարող է այդ շանտաժել չաշխատի, որովհետեւ դա միակ շանտաժն է, միակը, որ այսօր Չինաստանը ըստ էության ունի, որտեղ մնացած բոլոր մասերով ապրանքների հարցնել մի ձև կարելի է փոխհատուցել տարբեր երկրների միջոցով, հա, ինչ որ ձև կարելի է շուկաները վերադասավորել, որովհետեւ նույն Ինդոնեզիայում, նույն Պակիստանում, նույն Բանգլադեշում, նույն Հնդկաստանում, նույն Վիետնամում, նույն Սինգապուրում բավականին էժան են ապրանքները արտադրվում եւ հնարավոր է շուկան ուրեմն եւ գործարանները տեղափոխել, այսինքն դուրս կամաց դուրս բերել Չինաստանից, ինչը Չինաստանի համար մահ է։ Դրա համար Չինաստանը միշտ աշխատելու է, որպեսզի սովորական, ասենք, կոնվենցիալ ապրանքների իմաստով շատ մեծ խաղեր չտա։ Բայց միակ զենքը, որ իր ձեռքը մնացել է, ըստ էության սա է։ Եվ իրենք հասկանում են, որ այս պարագայում լրջագույնս դանդաղեցնելու են տնտեսությունները, հատկապես, չգիտեմ, արհեստական ինտելեկտի մեջ է գուցե օգտագործում շատ մեծ քանակությամբ, ինչ որ միկրոչիպերի բան։ Տրամպը սպառնաց, որ ինքն էլ պատասխան ուրեմն բոլոր բարձր տեխնոլոգիական բաները, ասենք այդ ծրագրային ապահովումները, չգիտեմ, հիշում եք Nvidia-ի չիպերն էր պատրաստվում ուղարկել, ուրեմն թույլտվություն էր ստացել, որում ասել էր ամենավերջի չիպերն էլ կնայենք մի փոքր ավելի բարձրացված տարբերակով, ամենավերջինն էր անգամ պատրաստ թույլտվություն տալ Nvidia-ի տնօրենին ուղարկել։ Բայց Չինաստանը խորամանկ քայլ էր, Չինաստանը սկսեց չգնել այդ չիպերը, մի պահ, ընդհանրապես պատվեր չերեք, Nvidia-ի տնօրենը անգամ զարմացած էր, ասում էր ոնց։ Մենք պատրաստ ենք, մենք արդեն համաձայնեցինք, դուք եք խնդրում, կոպիտ ասած, հիմա մենք պատրաստ ենք Թրամփի հետ համաձայնեցնենք, դուք չեք գնում, այսինքն Չինաստանը ինչ բան մշակում էր։ Եվ գումարած, գիտեք, շատ մեծ խնդրեմա սոյայի հետ կապված։ Այո, Չինաստանը սոյա չի ուզում գնել Միացյալ Նահանգները։ 12.8 միլիարդ անցյալ տարվա փոխարեն 0։ Եվ սա շատ լուրջ բաների մասին է խոսում։ Ժողովուրդ, սա երրորդ համաշխարհային պատերազմն է, լուրջ, իրոք, ընթանում է, եւ այս process-ից է իդեպ էլ կարճ ասեմ, որ Հնդկաստան, Պակիստան, կներեք, Պակիստան-Աֆղանստան սահմանին պայթյուն է եղել, մի քանի օր իր կրակեր մորթել։ Եվ Պակիստանի վարչապետը միացավ Թրամփի նախաձեռնությանը, եւ սա էլ վստահ եմ Չինաստանի, որտեղ Թալիբանին ինչ էլ տաս, 2 կոպեկ էլ տաս, ասես մի քիչ ապագան։ Այսինքն, տեսեք, Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտը փորձեց լարել Չինաստանը, Թրամփը հանգցրեց։ Դուրը չեկավ Չինաստանի, որովհետև ինքը անդադ փորձում է ռեսուրսները տանի արևմուտքի, որովհետև ինքը փորձում է ինքան պայթյուններ կազմակերպի։ Նույնիսկ շատերը որ մտածում են Չինաստանին ձեռնտու է Հայաստանի կոնֆլիկտ, ոչ, ինչքան շատ օջախներ աշխարհում լինի եւ ԱՄՆ-ն շեղված եւ աշխարհը խառը լինի, այդ օջախները մարելով, այնքան ինքը արագ կմտնի, Թայվան կվերցնի, բա ինչի համար էր Հյուսիսային Կորեան զորք ուղարկում Ռուսաստան մարզում, դրա համար, որ դրանից Թրամփի ներխուժումից անմիջապես առաջ պետք է Հյուսիսարևային Կորեայի կոնֆլիկտ լինի։ Դա։ Շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, սիրելիներ, կհանդիպենք վաղը միշտ տեսած։ Հաջողություն։